Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում Էլիանա Խաչատրյանը։ Այսօր կզրուցենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Աշոտյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Աշոտյան, ձեր քաղաքական, այսպես ասենք, ներքին քաղաքական հայացքներին մեր ռադիոլսողը եւ ռադիոդիտողը քիչ թե շատ ծանոթ է եւ դրա համար այսօր առաջարկում եմ մեր զրույցում տեղափոխվենք մի քիչ արտաքին դաշտ, ինչու ոչ նաեւ արժեքային դաշտ, որովհետեւ դուք հաճախ եք հայտարարություն անում հենց արժեքային դիրքերից բաղադրիչով, հա։ Եվ թերևս սկսենք հաշվի առնելով վերջին ընտրությունները եւ Հունգարիայում տեղի ունեցած, որ շատերը որակում են որպես հաղթանակ դեմոկրատիայի ընդդեմ ավտորիտարիզմի, եւ թերևս սկսենք Եվրոպայից։ Դուք բողոքում եք հաճախ, ձեր բողոքի նոտան եք հղում Եվրոպային, նշում եք, որ երկակի ստանդարտներ են, արժեքային համակարգի որոշակի անկումի մասին եք խոսում, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Եվրոպայում, որոնք չկային ձեր ժամանակ եւ որոնք տեղի են ունեցել հիմա եւ որոնք ձեզ անհանգստացնում են, թե փոփոխությունը ձեր դիրքի մեջ է։ Շատ կարևոր հարցադրումից եք սկսում։ Շնորհակալ եմ հրավերի համար, բաց փորձենք վերլուծական զրույց ունենալ իրար հետ։ Ես խոսում եմ այդ թեմայից քննադատելով Եվրոպական միության ներկայիս քաղաքականությունը մի քանի պատճառով։ Առաջինը ունեմ դրա իրավունքը, որովհետև իմ արտաքին քաղաքական գործունեության մեջ, որը շուրջ 20 տարվա պատմություն ունի, եվրոպական ուղղությունը եղել է իմ գերակայություններից մեկը, եւ ես տարին 5, 6, 8, 10 անգամ միշտ եղել եմ Բրյուսելում, Եվրոպարլամենտ, այլ մայրաքաղաքներում, ու կալանքից տարիները հանած, մնացած բոլոր շփումներում ես գիտեմ Եվրոպական միությունը քաղաքական իմաստով ներսից։ Երկրորդը ես այդ արժեքների ոչ միայն կրողն եմ, այլ նաև տարածողներից եմ եղել եւ իմ կուսակցությունում եւ կուսակցությունից դուրս։ Այսինքն այնինչ որ տեսնում եմ այսօր կարծես թե ինձ են խաբել, հա, ինձ են խաբում, որովհետեւ ես իրոք այդ ֆունդամենտալ հունահռոմեական, հուդաքրիստոնեական Եվրոպայի ջատագովն եմ եւ կողմնակից Եվրոպա, որը խարսխված է քաղաքակրթական հիմքերի, ձեր ասած արժեքների վրա։ Այսօր Եվրոպական միությունում տենդենսները շատ պարզ են։ Եվրոպական միությունը վաղուց իր առջև դրել էր ինքնուրույն գեոքաղաքական գործոն դառնալու խնդիրը, գիտեք հայտնի ասացվածքը, որ Եվրոպան տնտեսական գիգանտ է եւ քաղաքական գաճաճ է, դա Եվրոպական միության մասին վաղուց, այսպես ասած, բանաձևած մոտեցում էր, եվրոպացիները փորձում են իրենց քաղաքական գաճաճությունը հաղթարել եւ դառնալ առնվազն գործոն։ ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացները Թրամփի նախագահության օրոք դրան նպաստում են։ Իհարկե դա ֆորս մաժոր է, բայց պատահական չի, որ եվրոպական առաջնորդները խոսում են ռազմավարական ավտոնոմիայի մասին եւ խոսում են սեփական քաղաքական գործունեությունը ԱՄՆ-ի հետ չշահկապելու հրամայականի մասին, ինչը ներառում է նաեւ երկար տարիներ քննարկվող Եվրամիության զինված ուժերի գաղափարը, Միացյալ բանակի եւ այլն։ Եվրոպական միությունում արժեհամակարգային կոլապս է, տարիներ է դա տևում եւ ես դա գիտեմ նաեւ իմ կուսակցությունից, Եվրոպական ժողովրդական կուսակցությունից։ Ինչու եմ այդպես ասում։ Եվրոպական քաղաքական դասական դաշտը միշտ եղել է հաճելի կենտրոնամետների ձախերի միջև գաղափարական տարաձայնություններ։ Երկար տարիներ այդ գաղափարական տարբերությունները դասական էլիտայի մոտ սկսեցին էրոզիայի ենթարկվել։ Սոցիալիստների եւ քրիստոնյա-դեմոկրատների միջև տարածությունը սկսեց այնքան փոքրանալ, երկու բևեռներն սկսեցին դեպի կենտրոն գալ եւ ձևավորվեց վակուում եւ աչերի մեջ եւ ձախերի մեջ վակուում։ Եվ այդ վակուումը լցրեցին նոր ուժեր, որոնց Եվրոպայում երկար տարիներ փորձում էին անտեսել, հետո պիտակավորել որպես ֆաշիստական, նեոնացիստական, հետո պիտակավորել որպես պոպուլիստներ, իսկ հիմա այդ մարդիկ նույն Գերմանիայում կամ բազմաթիվ այլ Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում խորհրդարանական ընդդիմություն են, ավելին Եվրոպարլամենտում արդեն 2 դեպք է գրանցվել, որ իշխող կուսակցությունն է ԵԺԿ-ն սոցիալիստներին եւ լիբերալներին դեմ քվեարկությանը միացել է
ծայրահեղ աչերի հետ եւ անցկացրել է օրինակ հակամիգրացիոն օրենսդրություն։ Այսինքն այս դինամիկան գոյություն ունի եւ այդ դինամիկան արտահայտում է եվրոպական քաղաքական էլիտայի ներսում արժեհամակարգային կոլապսը, երբ որ գիտեք Van der Leyen-ը ամենալավ օրինակն է այդ իմաստով այդ տրանսֆորմացիայի։ Կին, որը սկսել է իր գործունեությունը գերմանական քրիստոնեա-դեմոկրատական միությունում, բայց դարձել է հիմա գլոբալիստական էլիտայի այնպիսի կառավարիչ, որը ակնհայտ, ասենք, ռացիոնալ իսկ իրականում երկդիմի վերաբերմունք ունի այն արժեքների նկատմամբ, որոնց իբր ջատագովն է։ Օրինակ Ալիևը, Նիկոլին դնում եմ մի կողմ, թեպետ Հայաստանում էլ քիչ չեն դեպքերը, երբ որ եվրոպացիք հայտարարում են մի բան, անում են մի բան, բայց Ադրբեջանը դրա ամենավառապացույցն է։ Այսինքն Ադրբեջանի մասով մարդու իրավունքների ճգնաժամի դիկտատուրայի հետ կապված թեմաները եվրոպական հանձնաժողովի փաստաթղթերից դուրս են եկել։ Մնացել են միայն Եվրոպարլամենտում դեպուտատների խոսույթ։ Այս վառ օրինակ է, թե ինչպես է եվրոպական էլիտան սկսում շեշտը դնել բացառապես իր շահերի վրա, ոչ թե արժեքների։ Եվ այս պրագմատիկ մոտեցումը շոկ է, որովհետև այդպես վարվում էին ամերիկացիք, այդպես վարվում են ռուսները, այդպես վարվում են չինացիք, այսինքն Եվրոպայի ձեռագիրը միշտ եղել է հումանիստական ձեռագիր, հա, դաժե գլոբալ քաղաքականության մեջ իրանք մարդասիրական, արժեհամակարգային, տենց Լեոնարդո դա Վինչի Պրասվիշենի այս վիճակի մեջ են եղել։ Պարզվում է, չէ, իրանք փորձում են անել այն, ինչ որ անում են մնացած գերհզորները, բայց մի հատ մեծ տարբերության։ Եթե իրանք ելնեն հայտարարեն, որ գիտեք, տղեկ, այսօրվանից այդ արժեքները մոռացեք, մենք բացառապես մեր շահով ենք առաջնորդվելու։ Ես կընդունեմ դա ազնվություն, բայց նրանք շարունակում են լոլոներ կարդալ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների մասին, միաժամանակ իրենց սեփական օրինակով ցույց տալը, որ այդ ամենը այսօր բլեֆ է։ Եվ ամենալավ ձևակերպումը տվել է Ֆինլանդիայի գործող նախագահ Ստուբը, որ հասկանալով այս ճգնաժամը, ասել է մեզ պետք է value based pragmatism, այսինքն արժեհամակարգահեն պրագմատիզմ, ոչ թե պրոստը պրագմատիզմ, որը ցինիզմի է վերածում, այլ նա փորձում է սինթեզել իր ձևակերպման մեջ արժեհամակարգահեն պրագմատիզմ։ Ես դա չեմ տեսնում դա ռեալ քաղաքականության։ Պարոն Աշոտյան, լոլոները ձեր ասած, դրանք էլ են ազդեցության մեխանիզմ։ Եթե լոլոները աշխատում են, ինչու՞ չշարունակել դրանք կարդալ։ Հենց դա որ չեն աշխատում։ Դե ինչու՞, եթե երևի իրանք ունեն գնահատականներ, որ աշխատում, բայց ես ուրիշ հարց եմ ուզում տալ։ Չէ, բայց այդ դրան անդրադառնանք։ Անպայման կանդրադառնանք, ուղղակի էս էլ ասեմ ու հետո լոլոներից կսկսենք եւ մյուս հարցը։ Դուք հանրապետական կուսակցության փոխնախագահն եք։ Այո։ Հանրապետական կուսակցությունը հենվում է ժդեհականության հիման վրա, չէ՞։ Եղիր ուժեղ, միշտ ուժեղ, հա, ինչպես է ասում նշտեհը։ Ուժն է ծնում իրավունք։ Հիմա Եվրամիությունը, եվրոպական երկրները, ինչպես նաև Ռուսաստանը, ինչպես նաև Ամերիկան գործում են ըստ իրանց ուժի։ Այո, աշխարհում սկսել է իշխել ուժեղի իրավունքը։ Ինչու դուք ունեք սրա հետ խնդիր։ Շատ բարձ։ Նախ մենք դրա հետ խնդիր չունենք։ Խնդիր ունի դրա հետ իմ պետության շահը, որը չի արտահայտվում այսօրվա կառավարիչների կողմից։ Հայաստանը ունիկալ երկիր է այդ իմաստով այս պահին, որտեղ Հայաստանի ղեկավարությունը, այդպես կոչենք, հա, եթե տեսական զրույց ենք վարում, Հայաստանի ղեկավարությունը չի արտահայտում, չի առաջ մղում Հայաստանի գեոստրատեգիկ, գեոքաղաքական եւ ազգային շահը։ Մենք ունենք իշխանություն, որը անդունդ է կառուցել իր եւ ազգային շահերի միջև եւ ինքը չի ներկայացնում մեր շահերը իրականում, որտեղ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության ոչ միայն խոսույթային եւ գործողությունները, հատկապես տարածաշրջանային քաղաքականության ենթատեքստում Թուրքիա, Ադրբեջան եւ այլն, ակնհայտ է, որ չեն բխում Հայաստանի շահերից։ Եթե սա ուժեղի դար է, իսկ այո, դարձել է ուժեղի դար, եւ իդեպ այստեղ էլ երբեմն որ ասում են ջունգլիների կանոն է գործում, հա։ Այստեղ պետք է ֆիքսենք, որ ուժեղը նա է, ով կարողանում է ողջ մնալ։ Այո, ուժեղը նա է։ Մենակ պինդ ձեռքովը չէ, հա, այսինքն ճիշտ է, ես որպես բժիշկ
կենսաբանական իմանցիալով Այո, հենց կենսաբանական իմաստով։ Ուզում եմ ասել, Ադապտիվը որ եւ ամենաադապտիվը գիտեք տառականներն են, հա, եւ անպայման չի լինել այռուց, որպեսզի վերապրել ճգնաժամը, իսկ օրինակ խավարասերները կարող են նաեւ միջուկային որոշակի ճառագայթումներ վերապրել, այսինքն դա կամ բակտերիաները։ Դա էլ կա։ Այս ժամանակահատվածը, որում մենք ապրում ենք, շատ վտանգավոր է, ես այդտեղ խոսք չկա, ինչի։ Այդտեղ նախքին կառուցակարգերը միջազգային իրավունքի մեխանիզմների, պրոցեդուրաների դարձել են ֆորմալ, չեն աշխատում, եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի մնացածի պահվածքը դրա մասին է, բայց Եվրոպական միությունը շարունակում է, եթե Եվրոպայի վրա ենք օրինակը բերում լոլոների, շարունակում ասել, որ գիտեք, չէ, սա կարևոր է, բայց դա կարևոր չի այլևս, որովհետեւ եթե Օրբանը, նույն վերցնենք Հունգարիա, եթե Օրբանը դեմ չքվեարկեր ուկրաինական փաթեթներին եւ ռուսական սանկցիաների այդ բլոկով, ես դες վստահեցնում եմ, ընդդիմությունը հաղթանակ չէր տանի։ Ես դες վստահեցնում եմ, եթե Օրբանը շարունակեր սպասարկել Բրյուսելի քաղաքական մոտեցումները հատկապես ուկրաինական ռուսական գծի վրա, ոչ ոք իրադեմ է սրբազան պատերազմը, որ լիբերալները հայտարարեցին Օրբանի դեմ եւ հաղթեցին։ Կասկած չկա, չէ՞, իմ անձնական վերաբերմունքը Օրբանի նկատմամբ քրիտիկական է, բոլորիս, այո։ Բոլորիս չէ, Նիկոլեն լավ էլ տալի առնում էին հիշում այդ։ Դա չգիտեմ։ Հա, դա ոնց օրինակ դիվանագիտական հարաբերություններ վերականգնեցին առանց հունգարական կողմից գոնե ֆորմալ դիվանագիտական ներողություն ստանալուց, հա, անցել է 14-15 տարի այդ արտահանձնումից հետո, անցել է 21 տարի Գուրգեն Նարքանի սպանությունից հետո, անցել է 20 տարի դատավճռից հետո, որը Սաֆարովը նստեց։ Ձեզ կպատասխանեն որ դուք հուզական դաշտ եք վերցում, այն ինչ ռեալ պոլիտիկի հետ կապ։ Դա հուզական, անգամ դա կներեք պրագմատիզմը, նախ դա հուզական դաշտ չի, որովհետև եթե դու արտաքին քաղաքականության մեջ ցույց ես տալիս թուլության այդպիսի օրինակներ, որ պատրաստ ես անցնել քո արդար պահանջի վրայով եւ մոռանալ քո արդար պահանջը, քեզ միշտ այդ վիճակի մեջ կգցեն։ Այսինքն վայ պարտվողին։ Կներեք, հա, ճիշտ եք ասում, վայ պարտվողին, բայց դա գնացինք արդեն տենց ռոմեական ժամանակահատված, հիշելով դա ինչա կատարվում այն տարիներից։ Բան չի փոխվել, վե վիկտիս, այսպես ասած։ Բայց գիտեք, կարելի է մի անգամ պարտվել, երկրորդ անգամ պարտվել։ Նիկոլի քաղաքական կյանքը, որ շարունակվում է որպես վարչապետ, մեզ բերել է քրոնիկ պարտությունների վրա։ Օրինակ ձեր բերած այդ վայ պարտվողին օրինակի պարագայում հին Հռոմը մուծեց կոնտրիբուցիան, այսպես ասած, գալերին, ճամփու դրեց, սկսեց ուժեղանալ նորից։ Այսինքն վճարեց պարտության գինը, դասեր քաղեց, եթե այդ օրինակն ենք բերում, փողը տվեց զավթիչներին, ճամփեց, շատ կենցաղային լեզվով, դասեր քաղեց, գնաց ռեֆորմների, գնաց այսպես ասած ուժեղանալու ճանապարհով։ Մենք այդ փողը պարբերաբար մուծվում ենք։ Մեր գալերը, բարբարոսները մեր կառավարության շենքի գլխին նստած են։ Մենք պարբերաբար այդ կոնտրիբուցիան մուծում ենք։ Տարածքների տեսքով, ազգային շահերի տեսքով, մեր քաղբանտարկյանների տեսքով, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների տեսքով, Արցախի հայության խնդիրները ուրանալու տեսքով, Ալիևին էթնիկ զտում ցեղասպանական մեղադրանքից մաքրելու գնով, սա էլ հիշենք, հա, բայց մենք ուրիշ բանի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք Եվրոպայի մասին եւ արժեհամակարգի մասին։ Հա, արժեհամակարգը շարունակում է դիսոնանսի մեջ լինել իրականության հետ։ Ես արժեհամակարգահեն քաղաքականության կողմնակից եմ, ինչու, որովհետեւ դա տալիս է առնվազն կոորդինատներ, բայց մենք չենք որոշում աշխարհի դրվածքը եւ այսօր այն 19-րդ դարում հիշում եք ով էր ասել Ավստրիայի արգուսնախարարների Ֆրանսիայի չեմ հիշում ասել էր մենք ապրում ենք մի աշխարհում որտեղ մեծ տերությունները իրենց պահում են գանգստերների պես իսկ փոքրները մարմնավաճառների պես հա большие страны ведут себя как разбойники а малые как проститутки կներեք բառի համար դա 19-րդ դարից է այո այդ ձեր ասած տրամաբանությունն այն ուզում ես ապրել պետք է կարողանաս վիրտուեցը լինես այդ տրամաբանությունն այսօր բայց այդ տրամաբանության մեջ էլ կա լոգիկա ամեն պատահածի հետ վիրտուեցը մի եղի վիրտուեցը լինելուց հիգիենայի տարական կանոնները պահի վիրտուեցը լինելուց գոնե
փորձի ստանալ դիմացինից այն, ինչի համար դու դուրս ես եկել այդ աշխարհակաղակական մայրողի կներես։ Իսկ այս պարագայում մենք ոչինչ չենք ստանում, հասկանում եք, մեզ դրել են կոնկրետ հիմա մի գծի մեջ, որը ակնհայտ գեոպոլիտիկ երկարաժամկետ առումով սպասարկում է ոչ հայկական շահերը, սպասարկում է բացառապես եվրոպական, ատլանտյան, այսպես ասած շահերը, այդ գիծը որն է շատ պարզ է, Ռուսաստանը շրջանցող լոգիստիկ, այսպես ուղիների այլընտրանքային փնտրտուքի մեջ, այդ թվում Չինաստանին զսպող, այս անունը դրել են միջին միջանցքը Չինաստանը կապում է Եվրոպային, բացեք բոլոր եվրոպական փաստաթղթերը, այնտեղ չի գրած, որ Չինաստանն է կապում Եվրոպային, այնտեղ գրած է Կենտրոնական Ասիան է կապում Եվրոպային, բացեք Եվրոմիության Black Sea Strategy-ն, Սերբիան ռազմավարությունը պաշտոնական փաստաթուղթ է, բացեք Եվրոմիության ընդլայնման հետ կապված զեկույցը, դուք կտեսնեք, որ խնդիրը այս կռվի մեջ մեզ օգնելը չի, խնդիրը մեզ օգտագործելն է, ուրիշների դեմ պայքարում։ Ինչպես միշտ։ Պարոն Աշոտ, մենք կներեք, բայց ժամանակին, երբ որ օգտագործվում էինք, ունենում ենք սեփական շահ։ Օրինակ ձեզ բերեմ։ Օրինակ, բերեք ու անցնենք մյուս հարցին, հա, որը այս ձեր ասածից բխում։ Բերեմ ձեզ օրինակ։ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ 2015 թվականի սկզբից։ Քննադատվեց այդ որոշումը եւ այլն եւ այլն։ Հիմա Հայաստանը այս վերջի տարիներին հատկապես ապրում է տնտեսական որոշակի աշխուժություն ունի, չի փլվել տնտեսական առումով, սոցիալական առումով զուտ են պատճառով, որ ու դրա շնորհիվ, որ Սերժ Սարգսյանը 15 թվականի հունվարի 2-ին մեզ մցրեց ԻԱՏՄ։ Հասկանում եմ վերջին տարիների մեր աճը նաև պայմանավորված է նրանով, որ Վլադիմիր Պուտինը որոշեց հարձակվել Ուկրաինայի վրա։ Ну, դա գիտեք, դա առիթ տվեց Եվրասիական տնտեսական միության գործիքները օգտագործելուն, բայց միջև էլ Եվրասիական տնտեսական միության անդամության շնորհիվ Հայաստանը միջև 22 թիվ էլ ուներ այդ շուկաները, ուներ այդ հնարավորությունները, ուներ էժան էներգակիրների հնարավորությունները, ոնց որ դեռ այսօր ունի այդ գազը խի 177 թե 5, այդ մոռացանք, այդ էլ է Սերժի ստորագրած փաստաթուղթը, այդ էլ որ քլնգում էին, քննադատում էին, ասում են, օ, ես իմ ինչ, բայց 3 անգամ որ էժան է այսօր Հայաստանի գազը, այդ ում օրոք ստորագրած փաստաթուղթն է։ Այսինքն Հայաստանը այսօր տնտեսական առումով դեռ կա զուտ այդ երկու որոշումների շնորհիվ, որոնք ժամանակին Սերժ Սարգսյանի ուղղված արտաքին քաղաքական քննադատության թիրախում էին այստեղի լիբերալների նույն Նիկոլի կողմից։ Դա գազի պայմանագիրն է ռուսների հետ, կներեք եւ ԵԱՏՄ անդամակցության դա ինչ չի, ինչ որ մեկը ինձ կարա ասի այդպես չէ, չի կարա ասի այդպես չէ, դա փաստ է, դա թուղթ է, դա թիվ է, դա ապրանքը շրջանառություն է, դա այսպես այդտեղ մեկնաբանության տեղ չկա։ Ուրիշ բան, որ Նիկոլը իբր հակառուսական քաղաքականություն է տանում, մեր արտաքին քաղաքական առևտրի մեջ փաստացի 60%-ը Ռուսաստանն է։ Սերժ Սարգսյանի օրոք դա 20% էր։ Դրա մասին բազմիցս խոսացվել է տնտեսական կախվածությունը եւ ընդհանրապես համագործակցությունը Ռուսաստանի հետ Հայաստանի, ինձ թվում է ոչ ոքի համար գաղտնիք չէ, բայց ես ուզում եմ վերադառնանք ավելի քաղաքական եւ եթե խոսում եք Ռուսաստանից անվտանգության դաշտ, ինչպես ասում են 3 անգամից մենք հասկացանք, որ Ռուսաստանը այս պահին պատրաստ չէ անվտանգություն ապահովել կամ օգնել անվտանգության հարցում Հայաստանից 2020-ին մենք դա հասկացանք, 2022-ին մենք դա հասկացանք, 2023-ին մենք դա հասկացանք։ Ես ձեր հարցը միանգամից տրոհում եմ, կներեք։ Միանգամից տրոհեք։ Տրոհում եմ, որովհետև այն ինչ որ կանի Ռուսաստանը իր քաղաքական շահերի գեոպոլիտիկ կշռի հետ կապված մի հարցը, այն ինչ որ արեց Հայաստանի գործող ղեկավարությունը իր մեղքի եւ իր սխալ արտաքին քաղաքականության շնորհիվ, դա ուրիշ հարց, այսինքն ես չեմ կտրականապես ժխտում եմ այն նիկոլական պոստուլատը, որ ամեն ինչ գցենք ռուսի ջեբը։ Ռուսը պարտավոր չէ, դա ինքը դա ասեց նույն Պուտինի հետ վերջի հանդիպման ժամանակ։ Ասում է, ես ճանաչեցի Արցախը, որտեղ 2 անգամ դու ես ճանաչել։ Այսինքն դուք ինձ ուզում եք ասեք, որ Վլադիմիր Պուտինի մտքին կար չճանաչել Արցախը, բայց նայեց ասեց այտես Նիկոլը ճանաչեց, եկեք։ Շատ անկեղծ Շատ փոքր երկիր ենք, էլի Ռուսաստանի նման երկրի վրա նման ազդեցություն գործելու համար։ Այն որ Ռուսաստանից ակնկալիքները շատ ավելի մեծ կարող էին լինել եւ մեծ էին, դա փաստ է։ Այն որ Նիկոլը ամեն ինչ արեց,
որ Ռուսաստանին տա հիմնավորումներ եւ կներեք face saving իր որոշ պարտավորությունների թերկատարման հետ կապված, դա նույնպես փաստ է։ 20 թվականին եք ասում, դա բացահայտվել է Նիկոլն էլ հաստատել է դա, չէ՞ որ Պուտինը հոկտեմբերի 19-ին շատ լավ պայմաններով առաջարկել է հրադադար եւ Նիկոլն է դա մերժել, չէ՞։ Որ ասում եք Ռուսաստան չկատարեց 20 թվականին։ Կներեք, ես Ռուսաստանի դա բա ինչ։ Բայց չասեց, որ իս դավաճան կասեն դրա համար չգնաց։ Okay, Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, բայց փաստը մնում է փաստ։ Չէ, դա տենց ադալժենի չի։ Այդ քաղաքական փաստա ֆիքսում ենք սա։ Լավ, ես ուղղակի հարցս վերջացրի։ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է եւ այնպես արեց, որ Ռուսաստանը փաստացի այսօր գետնի վրա անվտանգության ոլորտում չկա։ Սկսեցինք էսքից Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել իշխանությունից, եկել է Պետրոս Պետրոսյանը։ Եկել է մի իրավիճակում, որտեղ Ռուսաստանը անվտանգության համակարգում, այսպես ասենք, շատ թերի դեր է խաղում տարածաշրջանում։ Իր գործողությունները ոչ պրոպագանդիստական, ոչ ռեալ պոլիտիկա դրա համար RTR-ի եւ BBC արանքից եւ գանք եւ հասկանանք գետնի վրա իր գործողությունները գետնի վրա ակնհայտ է որ ուկրաինական պատերազմը բերել է Ռուսաստանի համար անսպասելի նաեւ բացասական զարգացումների ստացվել է այնպես որ Ռուսաստանի գեոպոլիտիկ կշիռը հեռավոր Զարուբեժիայում այսպես ասած աճել է Հարավային Ամերիկա, Ասիա, Աֆրիկա, իսկ մերձավոր Զարուբեժիայում նվազել է Կենտրոնական Ասիա եւ Հարավային Կովկաս։ Այս շիֆտը այսպես ասած ռուսական գեոպոլիտիկ կապիտալի փոփոխությունը եղել է։ Ռուսները այսօր շատ ավելի ազդեցիկ են, քան միջև պատերազմ Ասիայում, Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում, դա փաստ է։ Եւ շատ ավելի պակաս կշիռ ունեն իրենց մերձավոր տարածքում, Կենտրոնական Ասիա եւ Հարավային Կովկաս, ու Եվրոպան էլ չասեմ, Մոլդովայի պարագան ակնհայտ է արդեն։ Կան այս պարագայում Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ Ռուսաստանին տվել է justification-ներ, հիմնավորումներ կամ արդարացումներ նրա համար, թե ինչու է այսպես։ Ես չգիտեմ, անհամեստ չի կարելի ինքդ քեզ ցիտել լավ մովետոն այսպես ասած, բայց բան եմ ուզում հիշեցնել։ 22 թվականի դեկտեմբերին տոնական հրապարակ էր տոնածառը դրած հանրապետականը մոտ 2000 հոգանոց պիկետ արեց կառավարության դիմաց պահանջելով Նիկոլ Փաշինյանից գործուն քայլեր Լաչինի միջանց կապաշրջափակելու հետ կապված։ Եվ ես այդտեղ ելույթ ունեցա, որտեղ ռուսերենով դիմեցի ռուսական իշխանություններին, շատ անկեղծ ասելով իրանց, որ ես հասկանում եմ, что вам сейчас не до нас. Но когда вам будет до нас, нас здесь может не быть. Եվ դա կներեք դարձավ չար մարգարեություն Արցախայության հետ կապված, որ Արցախը հայությունը այլևս այնտեղ չէ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը իրոք ուզում էր Վլադիմիր Վլադիմիրովիչին քննադատել կամ կշտամբել, ապա նա իրոք ուներ ասելիք եւ դա կարող էր, Նիկոլը իհարկե մեծ հարցով է ընդհանուր ասելիք կարա անեսի թե չէ, բայց կարար ասել, որ Ռուսաստանի արգարժան նախագահ, ես չեմ ասում, որ Արցախի ճանաչման խնդիր, չճանաչման խնդիր, ես ասում եմ հետեւյալը, ռուսական խաղաղապահ միսիան Արցախում ինչ արեց այդ օրերին։ Այդ պետք էր ասել։ Պետք էր ասել, որ հապկի հետ կապված խնդիրները ինքը տեսնում է ոչ թե Արցախի համատեքստում, տվականայտ էր, որ Արցախի վրա հապկի մանդատը չի տարածվում, թեպետ մեր օրոք ռեալ քաղաքականության մեջ 16 թվականին հապկը պաշտոնական թուղթ ընդունել, նույն Պուտինով, Լուկաշենկոյով, Նազարբաևով, принципах урегулирования Нагорно-Карабахского конфликта հապկը, որի հիմա ասում եմ ես մանդատ չունեմ, այն ժամանակ թուղթ ընդունել, խի։ Իսկ դա հնարավոր էր չի անել։ Դա Նիկոլ Փաշինյանի դիտավորյալ արտաքին քաղաքական, այսպես ասած, սա դիտավորյալ սխալների պատճառով։ Որքան հասկացող եք Ռուսաստանի Դաշտության արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ որքան անհանդուրժող Եվրամիության արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ես այդտեղ միտում տեսնեմ, ինչու չեք քննադատում ավտորիտար ռեժիմները։ Լսեք, ասեք, այդ էր միտումը։ Ես չեմ գնալ Ռուսաստանի դեսպանատան դեմը, ոչ էլ Չինաստանի դեսպանատան դեմը, ոչ էլ ԱՄՆ-ի դեսպանատան դեմը, այս վարչակազմի օրոք, ասեմ human rights։ Խի, որովհետև ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը երբեք human rights-ի թեման արտաքին քաղաքական գործոն չի դիտարկել։ Նա երբեք չի ասել ի տարբերություն Արևմուտքի, որ այս կտորը դեմոկրասին իմ համար արտաքին քաղաքական գերակայություն է։
ԱՄՆ խի չեմ գնա, նույն պատճառով, որտեվ ԱՄՆ-ի այս ադմինիստրացիան առաջի օրվանից եկավ ու ասեց, որ այս թեմաները իրեն քիչ է հետաքրքրում, որպես դες ապացույց ասեմ, նայել եք երևի ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների զեկույցը Տրամպի օրոք, 60%-ով կրճատվել է ծավալը, նախ դուրս են եկել կտորներ, կանանց իրավունք, LGBT եւ այլն, ենթագլուխներ են դուրս եկել, պլյուս 60%-ով այսինքն թուղթ է, էլի։ Ես ԱՄՆ-ի մոտ չեմ գնա։ Ինձ իմ ակնկալիքը որպես եվրոպական քաղաքական ընտանիքի հետ աշխատած եւ այդ ընտանիքի մաս իրան համարող քաղաքական գործիչ շատ պարզ է։ Եվրոպա տեր կանգնիր այդ արժեքներին, եթե իհարկե ունես այդ արժեքները։ Եթե իհարկե ունես այդ արժեքները, որովհետեւ ոչ չինացիք, ոչ ռուսները, ոչ ամերիկացիք ինձ չեն ասում, որ մեր քաղաքականությունը արժեքահեն է։ Դուք եք ասում, եվրոպացիք, դուք եք ասում։ Եվ ես իմ ակնկալիքը ձեզանից է, որտեղ քաղբանտարկյանների թեմայով խնդալու է գնալ Ռուսաստանի կամ Չինաստանի դեսպանատան մոտ կամ ԱՄՆ դեսպանատան մոտ պիկետ անել։ Ես ռեալ խոսենք, այսինքն այդտեղ ոչ թե հակաեվրոպական ինչ-որ դրսևորում է։ Դուք տեսնում եք հասցեատիրոջը ես տեր եմ այդ արժեքի, իսկ դուք տերխի չեք։ 18 տարեկան երեխեն Ես գիտեմ, որ իր ծնողները Դավիթի չեն սիրում, որ քաղաքական գործիչները խոսում են այս թեմայով իրանք մի խոսքով հարգելով ծնողների մոտեցումը, բայց իմ մոտեցումն էլ է որպես ծնող, ես դες պատմեմ, խի եմ ես այտենց ներվային այս թեմայով։ Այդ օրը իմ որդին եկեղեցասեր տղա է, առավոտյան զարթել է ընկերներով, կինս ասած գնացել են կենտրոն եկեղեցի պատարակի։ Երբ որ ես լրահոսում տեսա, որ Նիկոլը մտել է Սուրբաննա եւ եղել է այդ աղմուկը եւ այդ միջադեպը եւ այդ պրովոկացիան, առաջի բանը որ իմ մտքով անցավ, դա իմ երեխան է։ Ու մանավանդ մի կես ժամ էլ տղես չէր պատասխանում զանգերին, ես չէի կարող հասկանալ ինքն այնտեղ է թե չէ։ Իսկ ինքը կարա ունենալով սեփական գաղափարը Նիկոլի հետևից գոռա դավաճան։ Ես մտածում եմ դա իմ տղեն է, իմ տղու ընկերներն են, 17 տարեկան անչափահաս իմ երեխու։ Եվ ես այդ միջադեպը անցալել եմ լրահոսից որպես իմ անձնական պատմություն, իմ վրթովմունքը, նույն եվրոպացիների հետ կապված, հենց այդտեղ է, հենց այդտեղ է, որտեվ դա լկտիություն է Եվրամիության դեսպանի կողմից տուրեր անելու, այսօր գնացի Արենիում Armenian winery, այնտեղ ես ինչ Armenian lavash-ի, Armenian gatayeri, տղա, երեխայան նստած։ Այսինքն եթե Եվրամիությունը վաղը որոշի, ես դες հավաստիացնում եմ, որ ինքը մարդու իրավունքների ամբասադորը չի, դուք էլ ոչ մի խնդիր չեք ունենա Եվրոպայում։ Եթե Եվրոպական միության այսօրվա ղեկավարությունը խոստովանի, որ իրանք այլևս դրա պրավադնիկը, առաքյալը, ապոստոլը չեն արտաքին քաղաքականություն։ Հասկացած։ Որտեղ մեր օրոք, Լիանա ջան, այդ ամեն ինչը դարձել էր մեր վրա ճնշումների առիթ չէ։ Նարանը լավ պատմում, նախագահականում աշխատած ժողովուրդը գիտի, մի փոքր Սերժ Սարգսյանի կորտեժը 6 մեքենա ավել էր գնում մարզ նախընտրական փուլում, ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները հայտնվում էին Բաղրամյան 26-ում ասելով, որ is excessive leverage of administrative resources։ Պարոն Մխիթարյան, դե իրավիճակը փոխվել, դուք գիտեք։ Ապրա գիտեմ, որ իրանք ասել փոխվել է։ Հենց որ իրանք Պիլատոսի նման ձեռքերը հրապարակավ լվացին, ես էլ կասեմ ամոթ the shame on you, blame you, ու կհասկանամ, որ այդ լուսավոր կետն էլ փակվեց։ Դե ոչինչ, ձեր սիրելի աչերը որ գան, երևի հենց այդպես էլ կլինի։ Աչերի պարագայում ես աչոկենտրոն կուսակցության ներկայացուցիչ եմ ԵԺՊ-ի, այս փուլում առնվազն մենք այդպես խնդիր չունենք, բայց դուք որ ասեցիք այդ մարդու իրավունքների խնդրի հետ կապված, ես ակնհայտորեն այդ գեփ այսպես ասած, այդ խզումը տեսնում եմ ու դա մենակ դուք չեք տեսնում, իրականում այդ խնդիրը պետք է ասել։ Ես դες հավաստիացնում եմ, Եվրոպական միության ամենափոքր պետությունը այդ չնեղանան գործընկերներս, Էստոնիան, օրինակ։ Եթե Էստոնիայի արտգործ նախարարը այցից ըստեղ էր, չէ՞ ոնց որ վերջերս տալու։ Այցից առաջ զանգերը Արարատին ասեր, եթե չազատեք սրբազաններին, ես բրիֆինգին ասելու եմ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ես դες վստահեցնում եմ, голову даю на отсечение, мое большую драгоценную голову, даю на отсечение, որ սրանք այս ռեժիմը բաց կթողեն սրբազաներին։
Այսինքն այդ եվրոպական էլիտայի կողմից աչք կապոցին մենակ ստեղ չի որ դեսպանը չի խոսում։ Ես դες հավաստիացնում եմ մի հատ փշտանեին, ասեն Նիկոլ, եվրոպական քաղաքական հավաքի բան ունենք, սամիտ ունենք 4-ին 5-ին։ Պետք է միջև այդ, կստати, եթե նկատել եք, այս պաբլաշկեք են այդում, չէ, ռեժիմների հետ կատանային են տանում, բան, պար են թողում ակնհայտ է, եւ ակնհայտ է դրա նախաշեմին են թողում, ակնհայտ է դա, բայց եթե մեկն ու մեկը, նորից եմ կրկնում, ամենա Լյուքսեմբուրգի արտգործնախարարը զանգեր ասել Արարատ, ես գալու եմ Երևան եւ բրիֆինգի ժամանակ ստիպված եմ լինելու ասել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ես դες հավաստիացնում եմ քաղբանտարկյալների կեսից ավելին բանտերից եւ տնային կալանքից ազատված կլինեին։ Իմ տպավորությամբ դուք քրիստոնյա պահպանողական եք։ Ճիշտ եմ ասում։ Ճիշտ է, կայա։ 21-րդ դարն ասма դրսում 21-րդ դարն է, դրսում զարգանում է արհեստական բանականությունը, դրսում շատ լուրջ տնտեսական մեծ փոփոխություններ են տեղի ունենում, անգամ այդ տնտեսական էլիտաների փոփոխության մասին եմ խոսում, հա, այսինքն ով կմտածեր սրանից 20 տարի առաջ, որ ինչ որ IT շտիկներ դառնալու են աշխարհում ամենա Amazon-ի տերը եւ 10-ից 7-ը այո, լինելու են այդ ակնոցներով տղեկը, բայց դա տենց է, այսինքն մենք ունենք նաեւ համաշխարհային տնտեսական էլիտայի որոշակի փոփոխություն, դա տեկտոնական շարժ է։ Նման իրավիճակում ինչ կարող է տալ աշխարհին առհասարակ պահպանողականությունը, քրիստոնյա պահպանողականություն։ Վերացիք շատ ավելի տենց խորքային արժեհամակարգային դաշտ երևի։ Իմ կարծիքով քաղաքական գործիչը եթե չունի արժեհամակարգային հիմք, ինքը կարող է չխոսալ։ Որովհետև ես դա եմ ուզում ամենասկզբից ասել, որովհետև քաղաքականությունը նախ եւ առաջ քո սեփական պրինցիպների, սկզբունքների եւ արժեքների մասին է։ Եթե դու չունես արժեքներ, պրինցիպներ եւ սկզբունքներ, դա բերում է ավերածությունների։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի օրինակով դա տեսնում ենք։ Ինչպես սիրում են ասել, ավելի հեշտ է գործ ունենալ այլ աստված դավանողների հետ, քան անաստվածների հետ։ Դեռ աստված ենթադրում է բարոյական համակարգ, կապ չունի այդ բարոյական համակարգի նորմատիվները ինչպիսին են, կա բարոյական համակարգ։ Ցանկացած աստվածաբանության մեջ, ցանկացած կրոնի պարագայում։ Գրվեի իհարկե, բայց դե լավ։ Կարող են երեկոյան էլ այդ թեմայի շուրջ խոսել։ Շատ լավ։ Այս ձեր ասած պրոգրեսը, հեղափոխությունները, դա առաջինը չեն, չէ՞, մարդկության պատմությունը նման մի քանի ալիքներ տեսել։ Եվ ամեն անգամ շատ լուրջ ցնցումներ են եղել եւ արյունահեղություններ։ Եվ արյունահեղություններ են եղել, եւ կապիտալի վերաբաշխում ա եղել, եւ գիտելիքի տարածում ա եղել, հա։ Հիմա գուցե տան շատ լուրջ չենք վերաբերում, բայց գրահարատարակությունը հեղափոխություն էր։ Այո, իհարկե, հենց Գուտենբերգից է սկսվել։ Պիչատնի ստանոկի, այսպես ասած, ի հայտ գալը բերեց նրան, որ ձևավորվեցին ազգային պետությունները։ Դա նույնն է, ինչ որ այսօր արհեստական ինտելեկտը, ճիշտ է։ Այն ժամանակ էլ էր դա խանգարեց արժեհամակարգային, չէ։ Աստվածաշունչը շատ լավ ասում է, Բոգը Բոժի կեսերու։ Չխանգարեց որ։ Ոչ, երբեք դա չի խանգարում, որովհետև եթե դու քո մեջ կրում ես արժեհամակարգ, դու ավելի նախ եւ առաջ ավելի ազնիվ ես, որպես քաղաքական գործիչ, դա շատ կարևոր է։ Բայց դա այտենց չի, հոп, ես այսօր ազնիվ եմ։ Այսօրվանից ազնիվ եմ։ Դա կյանքը քեզ իր դժվարություններով, ապրումներով, կորուստներով, փորձություններով բերում է նրան, որ դու հասկանում ես, որ չի կարելի խաբել։ Քաղաքական գործիչը իրավունք չունի խաբելու։ Իրավունք չունի ասելու ամբողջ ճշմարտությունը այդ պահին, որտեղ դա կարող է վնաս բերել։ Բայց իրավունք չունի խաբելու։ Իրավունք չունի խաբելու։ Իրավունք ունի չասելու ողջ ճշմարտությունը միանգամից։ Տարբեր բաներ է, դա պետք է զանազանել։ Երկրորդը դուք ասացիք, այնպես նկարագրեցիք, կարծեք թե պահպանողականությունը առաջընթացի արգելակ է, բայց դա այդպես չի։ Դե շատ է անկալվում, խնդրում եմ, համոզեք ինձ հակառակ։ Պահպանողականությունը չի նշանակում չօգտագործենք iPhone 17, որովհետև պահպանողական են, գնանք մեր կնոպշնի Nokia-ն վերցնենք։ Պահպանողականությունը քեզ տալիս է մատրիցա, ալգորիթմ, թե ինչպես իջարը չգործածել այդ փոփոխությունները։ Դե փոփոխությունները ձեր ասած ցանկացած ոլորտում իրանք շատ հախուռն են եւ շատ կարող են շատ արտահամակարգային լինել եւ բերել վտանգների։
Պահպանողականությունը այն հնարավորությունն է, որը թույլ է տալիս կառավարել փոփոխությունները, ոչ թե ընդհատել փոփոխությունները։ Պահպանողականությունը թույլ է տալիս տրամաբանական շղթայի, մարդկության պատմության շղթայի մեջ դիտարկել ցանկացած փոփոխություն։ Դա տորմուշ չի, կներեք, արգելակ չի պրոգրեսի։ Դա պրոգրեսի կառավարման ձև է, որովհետև նեոլիբերալ պրոգրեսը ենթադրում է ամենաթողություն, այդ թվում այդ փոփոխությունների մեջ։ Օրինակ եմ ձեզ ասում, բազմաթիվ բիոէթիկական հարցեր կան, չէ՞, իմացած։ Այո։ Մարդու կլոնավորումից սկսած վերջացած բազմաթիվ այլ հարցեր, եւ էթիկան նույնպես կարծրացած չի։ Քրիստոնեական դեմոկրատական պահպանողականությունը, իսկ հանրապետականը ազգային պահպանողական կուսակցություն է, որի գաղափարախոսության հիմքում։ Բայց հələ որ բացի աբորտների արգելումից բացի ոչ մի բիոէթիկական լուծում ես կարծես թե չեմ։ Չէ, այդպես չի, հիմա շատ լուծումներ կան դրա հետ կապված, փորձարկումներից սկսած վերջացած ԴՆԹ-ի կոնկրետ գիտական փորձարկումների վերաբերյալ, նույնիսկ Հռոմի պապերի խոսույթն է փոխվում, կաթոլիկ եկեղեցուց ավելի պահպանողական տենց գլոբալ կառույց դժվար է գտնել, բայց անգամ կաթոլիկ եկեղեցու մոտեցումները, որոնք արտահայտվում են Պետրոսի Նամեսնիկով, այսպես ասած, Սուրբ Պետրոսի տեղապահով, փոխվում են, որովհետև հենց իմ ասածը դա է, լավագույն օրինակն է, որ պահպանողականությունը, քրիստոնեադեմոկրատական պահպանողականությունը թույլ է տալիս համակարգել փոփոխությունները, ոչ թե թողել այդ փոփոխությունները դառնան վտանգավորության աստիճանի էնտրոպիան փոփոխող, այսպես ասած, եւ սա խնդրեմ է, որ այսօրվա աշխարհում, այո, բայց ձեր ասած մալչիկների մի զգալի մասը պահպանողական է, նույն մասը, այսինքն այնպես չի, որ փողը բերում է սանձարձակություն կամ գլոբալ բիզնեսը չփոխվում։ Չէ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ մարդկային առումով փոփոխությունը տեղի ունենում, այսինքն նույն մարդիկ չեն, լրիվ այլ մարդիկ են։ Ձեզ շատ կարևոր բան ասեմ, կարծում եմ կներեք անհամեստ հնչեց։ Որքան մարդկություն ավելի է զարգանում, այնքան ավելի շատ կարիք ունի հավատքի, կրոնի, Աստծո։ Եթե առաջ այդ հավատքը պետք էր ենթադրենք անձրև կանչելու համար 5000 տարի առաջ կամ ենթադրենք մատաղանել, որպեսզի ես իմ բաները տենց մեղքերը ներվեն։ Չէ, տենց արև դուրս գա կամ արև դուրս չգա, չգիտեմ, այդ պրիմիտիվիզմի մեջ, որովհետև այդպեսին էր նյութագույքային, տնտեսական եւ այլն։ Այսօրվա վիճակում, երբ որ մարդկությունը թռիչքա ձևա փոփոխում իր կենցաղը նյութատեխնիկական, տեխնոլոգիական փոփոխությունների պատճառով, Աստված ավելի շատ է պետք։ Ինքնության պահպանման համար։ Ինքնություն ասելով ես ազգայինի մասին չեմ խոսում, այս պահին խոսում եմ։ Այո, այդ self identity, այսպես ասենք, եթե տերմինով ասենք, էլի կներեք միշտ զարերի բանը, զուտ գրականությունից հայերենը միշտ չի տեղում գալիս է, էլի ճիշտ։ Այո, սեփական եսը, մարդու եսը պահպանելու համար։ Դեռ եթե մարդ իր ներսում չունի այդ XYZ-ը, ինքը չի կարող լինել սոցիումի կանխատեսելի անդամ։ Ամենապրիմիտիվ Աստված մոռանանք։ Եթե դու քո մեջ չունես արժեհամակարգ, անգամ այսպես ասած քաղաքացիական ռելիգիա, գրաժդանսք, լիքը մարդ կա, ասում է ես հավատացում եմ, երթվյալ սոցիալիստ եմ, երթվյալ աթեիստ եմ, բայց երթվյալ ժողովրդավար եմ։ Էդ էլ արժեհամակարգ, ի դեպ։ Եթե իր մեջ այդ XYZ, այսինքն կրոնը որպես արժեհամակարգի հիմք է։ Տեսեք, արժեհամակարգը մշտապես ստեղծվել է երկու ինստիտուտներով՝ դա կրոնն է եւ մշակույթը։ Այդ երկու գործիքներն են արժեքներ ստեղծել, պատերներ, այսպես ասած, եւ հանրային ճիշտ ու սխալի հետ կապված, եւ իդեալի հետ կապված, եւ գեղեցկության հետ կապված, եւ բարու հետ կապված, ուրիշ ստեղծող բան չկա։ Օրինակ կրթությունը երբեք չի ստեղծել, կրթությունը տրանսլյատոր է այդ արժեքների։ Կրթությունը տարածման մեխանիզմ է։ Ինչ ես գցում մեջը պետք է գցես արժեք, կրթությունը տարածի, ռետրանսլյացիա անի։ Եվ այդ տեսակետից մշակույթն ու կրոնը այո ձեռքի էին, պետք է լինեին։ Այս գլոբալիստական աշխարհում ինչ արեցին, պատահական չի, չէ՞ որ մշակույթը տարանջատեցին կրոնական ազդեցությունից։
մշակույթը դարձրեցին առանձին ինստիտուտ, որպեսզի այդ մշակութային ինստիտուտներով իրանց նոր արժեքները տարածեն։ Թվում էր կրոնը առանձնացրեցին որպես առանձին ինստիտուտ, որպեսզի արքաների լեգիտիմության հարցը փակեն։ Որովհետև երբ որ եղավ հեղափոխություն, դա մեծ խնդիր էր, պետք էր լեգիտիմության հարցը փակել, դրա համար կրոնը փակեցին։ Բոլորս լավ հիշում ենք, թե ոնց էին նույն այսպես պատմության դրվագներից սրբազան ռոմեական կայսրության կայսրերը զորովից գնում, Ռոմ գնում եւ զորով ստիպում, որ Ռոմի պապերը իրանց թագադրեն։ Հիշում ենք նաեւ Նապոլեոնին, ով 1800 թվականին, երբ որ իմպերատոր էր հռչակվում, չհամբերեց, որ Ռոմի պապը դնի գլխին այդ կառոնը, վերցրեց եւ ինքը իր գլխին դրեց։ Եվ ամենաճիշտ լուծումը պարզապես մի կողմ դնելն էր կրոնը։ Դա միանշանակ եկեղեցին մշտապես ունի, եկեք եկեղեցու ֆունկցիաները աստվածաբանության հետ շփոթենք, որովհետեւ եկեղեցին բնականաբար ինստիտուտ է իր քաղաքական ազդեցությամբ ցանկացած եկեղեցի։ Ավելին ասեմ, ցանկացած մեծ կրոնական կազմակերպություն։ Այդ եղել է, թող ինձ ներվի էս հերետիկոսությունը, որ կարող այդպես հնչի, հա, բայց դու կարող ես Աստծուն գտնել եւ չփախչել Աստծուց, նախ եւ առաջ ինքդ քո մեջ, հետո նոր ֆորմալիզացնելով այդ հարաբերությունները եկեղեցու միջոցով, այսինքն եկեղեցին քեզ Աստված չի պարտադրում։ Եկեղեցին չի ասում ես քեզ պարտադրում եմ Աստված դու ես գտնում։ Այսինքն Աստված է քեզ գտնում եւ եկեղեցու միջոցով բերում է հաղորդությունների, բերում է որոշակի տիսակարգերի, բերում է շփումների, բերում է աղոթների, բայց դու եւ Աստված այդ ձեր ներքին հարաբերություններն է։ Ամենաինտիմ բանը կյանքում, իմ կյանքում, դա սեքսը չի։ Ամենաինտիմ բանը կարծում նորմալ մարդու կյանքում դա աղոթքն է, որտեղ իրոք դու քո հետ ես, դու մենակ ես իր հետ։ Երկրորդը չկա։ Եվ այս շատ կարևոր բան է, կարծում եմ, հատկապես հայ հասարակության համար հիմա անցալելու, որ այս կռիվը, որ Նիկոլի հարձակումը վեհապարի առիթով Նիկոլի հարձակումը եկեղեցու վրա ինստիտուցիոնալ զավթման փորձ է, ոչ թե անձնավորված կռվի։ Եվ այս խնդիրը անես չի, որ եկեղեցի պետություն հարաբերությունների խնդիրը մի հատ, թեպետ սահմանադրագետները, իրավաբանները դա են լուրջ խնդիր տեսնում։ Մոռանանք Աստված մի պահ։ Օրենք անգամ այն մարդկանց մոտ, ով աթեիստ են եւ օրենքն է Աստված կամ սահմանադրությունն է Աստված, իրանք էլ են տեսնում, չէ՞, այդ խնդիրները։ Կան ազգային ինքնության, եսի ինքնության եւ ազգային ինքնության պահպանման մեջ այդ խնդիրը կա, որտեղ ինքնությունը բազմաշերտ է, ինքնությունը դու ես, քո միկրոռայոնն է, Արեշն է իմ պարագայում, ենթադրենք, քո քաղաքն է, Երևանն է, երևանցի ես։ Հետո ինքնության ավելի մեծ, այսպես ասած, շրջանակը այդ ազգային ինքնությունն է, բայց այդ ինքնությունների բազմաշերտությունը շատ կարևոր է պահպանել։ Եվ այստեղ պետական ինքնության մասին ոչ ես չասացի։ Գիտեք, շատ պարզ է, ասեմ ձեզ խի։ Որտեղ հանրապետական կուսակցության աշխարհայացքի մեջ պետությունը նպատակ չի, պետությունը ազգի պահպանման գործիք է, ազգի պահպանման եւ վերարտադրության գործիք է։ Գործիք թե գործիքներից մեկը։ Ամենակարևոր գործիքը այսօր։ Դուք պետությունը այն ձևն է, որով ազգերը կազմակերպվում են, վերարտադրվում են իրենց պատմական հայրենիքում, որոնց միջոցով պաշտպանում են ու պաշտպանվում են։ Պետությունը միջոց է ազգերի հարատևությունը պահպանելու համար, ազգերի այդ մեր դեպքում հայերի դալշեն այս պատմության մեջ տալու համար։ Պետությունը միջոց է։ Այս պահի դրությամբ լավագույն միջոցն է։ Մենակ այս պահի դրությամբ չէ, կներեք 30-ամյա պատերազմից հետո Վեստֆալյան, այսպես ասած, համակարգի մեջ այդ nation state-ի ազգ պետություն ինստիտուտը դրված է եղել, բայց ֆորմալիզացիայից բացի դա հին անտիկ ժամանակվանից եկել է, չէ՞, որ կազմակերպված է եղել, կարողացել է դիմադրել զավթիչներին, ով որ կազմակերպված է եղել, կարողացել է գիտություն զարգացնել, իմանա Նեղոսը երբ է ջրվելու ջուրը դուրս գալու ափերից, երբ ցանի բրինձը հին Եգիպտոսում, այսինքն այս սաղ կազմակերպման ձևերի արդյունք է, որ մարդիկ լավ են ապրել կամ
դիմադրել են կամ պատասխան են տվել զավթիչներին կամ հակառակը զավթել են դիմացինին։ Դա ազգի կազմակերպման ձև է, դա միջոց է, դա գերնպատակ չի կարող ազգ ստեղծել։ Օրինակ, հերու չգնանք։ Իլհամ Ալիևը պետության հիման վրա ձևավորում է ազգային ինքնություն։ Միջև Իլհամ Ալիևը դա արել է Աթաթյուրքը, հա, եկեք այդպես տիքսային, որտեղ ավելի մեծ փորձ, այս պայդրությամբ հաջողված փորձը դա արել է Աթաթյուրքը, երբ որ Օսմանյան կայսրության ժառանգությունը տրանսֆորմացնելով սեկուլար, այսպես ասած, եվրոպական տիպի պետության ինստիտուտների մեջ նա դրել է դրված Թուրքիայի նման ավելի իդեալագիզիրованный պետություն դժվար է գտնել, որ հա Շատ գեղեցիկ Թուրքիայի պարլամենտ այսօր են քննարկում, նստած են ազգայնական իսլամիստները, աշխարհիկ ազգայնականները եւ ծայրահեղ ազգայնականները։ Ում դնաթեմ փորես 25%-ը հույն է կամ քուրդ կամ հայ կամ սլավոնացի, հա, եւ այլն 25-ից 50-ը։ Դե դա սինթեզի հետևանք է։ Իրանք իրենց միևնույն է համարում են քաղաքական թուրք։ Դա այդ սինթեզն է։ Այսօրվա դրությամբ այո, այդ էքսպերիմենտը հաջողված ձևով որ սկսել է իրականում Ստալինը, բայց շարունակում այլ Համալիևը Նիկոլն իրան օգնում է, որտեղ nation building-ի մեջ, այսպես ասած, շատ կարևոր է հաջողության պատմությունը, success story-ները, եւ Նիկոլը 44 օրյա պատերազմով նվիրել է այդ success story-ն, այդ հաջողության պատմությունը Ալիևին եւ հիմա էլ է նվիրում։ Տեսեք, իբր թե Ղարաբաղի հարցը Ալիևը լուծել է իր հայտարարությամբ, չի կարող մոռանալ այդ թեման։ Ուրիշ այդ nation building-ի մեջ ուրիշ գաղափարախոսություն չի կարող դնի։ Իրան արտաքին թշնամի է պետք։ Բա մենք ված թշնամի ենք արտաքին, ներքին։ Բա մենք խաղաղություն չենք բերել։ Դե մենք ասում ենք խաղաղություն, բայց դուք, պարոն Աշոտյան։ Բայց մենք էլ խաղաղություն չենք բերել։ Նայ, ես Ալիևի տեսակիցից եմ նայում, ասում եմ, հա, իշխող կուսակցությունը Հայաստանում իհարկե ասում է խաղաղությունն են գաբար։ Բայց մնացած բոլորը ասում են, որ չեն ասում խաղաղությունը դա այսպես կոչված է սուտի խաղաղությունը, ոնց որ գնաս պատզեմքից առնես հոտ-դոգ, բայց վրան գրածնի ուստրիցա, դա ուստրիցա է, վրան ուստրիցա թող գրածնի, թող կրապ գրա, լանգուստին, թող բացում ես, տենես հոտ-դոգ է, ինչքան էլ այդ խաղաղության բրենդավորումը դրվի, տարածվի եւ այլն, տակը հոտ-դոգ է։ Տակը կարևոր է ով ընտրվելու ազգային ժողով եւ հանրապետականը չի մասնակցելու ընտրություններին։ Ես ուզում եմ մենք մի քիչ ավելի մոտենանք ավարտին մեր զրույցը։ Ես ներողություն խնդրեմ, որ արդեն փորձենք վերջացնենք, հա, վերջացնենք արդեն մեր զրույցը, ցավոք սրտի թեման շատ մեծ է, աշխատանքային շատ թեժ շաբաթվա սկզբին։ Շատ մեծ է, ցավոք սրտի թեմաները, այդուհանդերձ շատ շնորհակալ եմ ժամանակ նվիրեցիք մեզ, հույս ունեմ կհանդիպենք էլի եւ կշարունակենք խոսալ, որովհետեւ նույն աշխարհաքաղաքական զարգացումների եւ գաղափարական զարգացումների վերաբերյալ ինձ մոտ շատ հարցեր մնացին, հատկապես այսպես ասած գաղափարների պայքարի առումով ինչ տեսլական ունեք։ Մի բան մենակ հիշաստամ, իհարկե շնորհակալ եմ հարցազրույցի համար, հարցերի 90%-ը off-top են այսօրվա բանից եւ դրանով են հետաքրքիր, որտեղ ավելի կարեւոր են, քան ընթացիկ։ Բայց ես սենց ասած ոնց կմեկնաբանեք, հա։ Մի բան ընդհանրապես հիշեցնեմ, որ թե ինչքան կարեւոր է ձեր հարցադրումը 44 օրյա պատերազմից հետո Ալիևը իր բազմաթիվ ելույթներում, այն առաջի ելույթներից մեկում ասաց мы разрушили не только их армию, мы разрушили их идеологию армян նկատումները, այդքան կարևոր է արժեհամակարգային խնդիրը։ Շատ կարևոր է, բայց ես Ալիևի հետ համաձայն չեմ։ Ինքը շտապեց։ Կյանքը ցույց տվեց, որ դեռ չի քայքայել ամբողջությամբ, բայց այնպես չի, որ չի կարա մտածի, որ պարտված ղեկավար 5 տարի հանդուրժող ժողովրդին կարելի է մտքի ծերով փորձել մեղադրել սկզբունքայնության եւ արժեհամակարգի։ Դե պարոն Աշոտյան, մտածեք ինչ եք արել դուք, որ ժողովուրդը պարտված ղեկավարին նորից ընտրում է։ Շատ վատ հարց է։ Մենք վատն ենք, մենք 18-ին պատժվեցինք։ Քաղաքական կուսակցության համար ամենամեծ պատիժը ո՞րն է։ Իշխանազրկումը, մենք այտենց խայտարակ ձևի իշխանազրկվեցինք։ Սրանք մեզ պատժել եք, բախի սրանց չեք պատժում։ Կարողա թասիբով չեք всё-таки։ Իսկ կարողա այն ինչ որ ես ասացի, համագումարին կներեք նորից ինքնացիկման համար։
Պասուքին մենք կորցրեցինք իշխանությունը, իսկ ժողովուրդը պետությունը, որտեղ երկուսս էլ կարծում էինք, որ նաղդ է։ Մենք կարծում ենք իշխանությունն է նաղդ, ժողովուրդը կարծում էր պետությունը նաղդ է։ Պարզվեց նաղդ չի, ոչ իշխանությունը, որը բացարձակ երկրորդական է այս պարագայում հայակայի համար, ոչ էլ պետությունը, ինչ Ես մտածում եմ, որ Արցախն է նաղդ, որովհետև ինձ հերոստացույցից ասվում էր, որ մենք տարածաշրջանի ամենաուժեղ բանակն ունենք։ Ու Թե պարզվեց ես խանվում։ Իսկ դուք թողեցիք իշխանության այն մարդկանց, որոնք դա ապահովում էին եւ ասում էին, թե ասում էին ու ապահոven մի մարդիկ ձեզ թվաց իշխանության եղած մարդիկ չէին ասում, որ եթե իրանք ասում են անկախ ամեն ինչից, մենք որպես ազգ ունենք ամենաուժեղ բանակը, չէին ասում, որ բանակը ուժը այդ ազգի գլխին այդ իշխանությունն էր։ Շատ լավ։ Մեր եթերում Արմեն Աշոտյանն էր։ Շատ շնորհակալություն։ Չեն կարող կտրվենք իրարից, թեմայից թեմա է բացվում։